Ինչ վիճակում է հիմա աղետի գոտին, արդյոք այս 37 տարիների ընթացքում վերացել է աղետի գոտի հասկացությունը։ Հա, դուրս է եկել։ Արդեն լավ վիճակում է, հակին բնակիչներ նոր տներ են ստացել, ամենք իրանք համար ապրում են բալաջը։ Նորմալ վիճակում է, շատ լավ։ Բավականին լավ։ Չէ, ինչի վերացվել։ Ո՞վ է վերացվել։ Հնելի քիշեն էլի շո քիշեչ սուդը չիշե։ Այդ երբեք մինչև մեր մահը չի վերանա։ Ինչու, ինչու եք այդպես կարծում։ Այդպես եմ ես կարծում, ամենք մարդու իր ապրածը, բիշտը, ամեն ինչն էլ երբեք մինչև մահը չի վերանա։ Թե սոցիալապես, թե հոգեպես, մարդիկ շատ վատ վիճակում են։ Ինձ տուն ունեմ, իմ տղեկը չունեն։ Դոմգում են ապրում, առսոր Գերմանիայի սարքած դոմգներն է։ Դե տուն չունեմ, աղջիկ ջան, վագոն տնակում եմ ապրեմ։ Ես երթագրված եմ քաղաքապետարանը, ասма 27 թվին արդեն սպիտակ եմ ուշադրություն դարձնեն տներ սարքեն։ Կապրենք, եթե ապրենք չկտենանք։ Ոչ մի բան չի փոխվել դեռ։ Չեք դեռ։ Ժողովրդի վիճակը լավ։ Ես չգիտեմ ինչ վիճակում եմ, բայց միջև ամի ես վտարային տամ մեջ եմ ապրում։ Դե կան, ինչ չկա, կան, որ հլա դեռ տնական պայմաններում են ապրում։ Տեսնում եք, էլ ինչ ասեմ։ Աղետյան ասաղ աղետ է, էլի։ Ամոջ եկին աղետի գոտի, ինչ եք ասում։ Իսկ ում ղեկավարման տարիներին են ավելի շատ շինարարական աշխատանքներ կատարվել եւ մարդիկ տնակներից նոր տներ են տեղափոխվել։ 90-ական թվականներին։ Այն ժամանակ Քոչարյան չէր։ Քոչարյանն էր, ես Քոչարյանին գիտեմ, ուրիշին չգիտեմ, չեմ հետևել։ Քոչարյանի ժամանակով ասկսվել կառուցել սպիտակը։ Դե նախկինների երևի, համի լավի չկա էլի։ Ամենքն իրանց երթին իրենց հնարավորությունների չափ արել են։ Ես լասը։ Քրքոյան Հիմա չկա, շինարարություն չկա, շենքեր չեն պատրաստ։ աղետի գոտին լավ վիճակում է, բայց մինչև Փաշինյանն էին արել։ Բնակարանաշինություն կարելի է ասել ավարտվել է, այլ սա ստեղ ոչ մի բան ոչ սարքվում է, այն թվերին ինչ սարքեցին, ասենք այս շենքերը, բաները էտա։ Դա Ռոբերտ Քոչարյանի այդ համահայկական հիմնադրամի այն ժամանակվա գումարներով